Մենք հասանք մեր այսօրվա թողարկման այն մասին, որին ես սպասել եմ երևի թե ամենաշատը, խոսելու ենք հայկական կինոյից և նույնիսկ առաջարկում ենք ձեզ այսօր երեկոյան հայկական կինոյի օր կազմակերպել, որովհետև օրը 5-շաբթի է, մոտ է ուրբաթին և մասնավորապես այսօր ապրիլի 16-ն է և հենց դրա համար։ Շատերը վստահաբար գիտեն, որ ապրիլի 16-ը հայ կինոյի օրն է, այսպես է որոշվել 2019 թվականին ազգային ժողովի հունիսի 19-ի նիստում։ Ապրիլի 16-ը հայ կինոյի օր հռչակելու նախաձեռնությունն իրականացրել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի ազգային կինոակադեմիայի, պրոֆեսիոնալ գիլդիաների անդամների, ինչպես նաև կինոյի ոլորտի բազմաթիվ գործիչների և կազմակերպությունների համատեղ ջանքերով։ Հայ կինոն բնականաբար չէր կարող իր յուրահատուկ օրը ունենալ, որովհետև բազմաթիվ նվիրյալներ կան, ովքեր վաղուց ի վեր այս ուղղությամբ աշխատում են, ստեղծագործողներ են և կինոգործիչներ։ Նման օրը պարզապես մեզ համար անհրաժեշտություն էր։ Եվ օրվա կարևորության ու խորհրդի մասին ենք խոսելու մեր հյուրի հետ, սիրով ներկայացնենք մեր տաղավարում է Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը։ Դավիթ, բարի լույս։ Բարև ձեզ։ Բարի լույս և իհարկե շնորհավոր։ Շնորհակալ եմ, շնորհավորում եմ մեզ բոլորիս, բոլոր կինոգործիչներին առաջին հերթին եւ շնորհակալություն հրավերի համար եւ այս գեղեցիկ տաղավարում կրկին գտնվելու համար։ Մենք ենք շնորհակալ, որ օրը մեզ հետ եք սկսում։ Այսօր կան նախատեսված միջոցառումներ օրվա խորհրդով։ Իհարկե, մենք ամեն տարի իրականացնելու ենք ծրագրեր, որոնք ուղղված են կինոդիտումներին առաջին հերթին։ Այսօր մեծ տոն է մեզ համար, ոչ միայն այն պատճառով, որ ապրիլի 16-ն է եւ հայ կինոյի օրն է, բայց նաև նշանավորվում է նրանով, որ այսօր հնարավորություն ունենք կինո Մոսկվայում ժամը 5-ին դիտելու Շոր եւ Շորշոր ֆիլմի վերականգնված տարբերակը, իդեպ նոր երաժշտական ուղեկցությամբ, որի հեղինակն է Վահագն Հայրապետյանը։ Ես կարծում եմ շատ հետաքրքիր աշխատանք է սպասվել, բոլորին հրավիրում եմ, ձեզ նույնպես հրավիրում եմ, եթե ժամանակ կգտնեք, սիրով կսպասենք։ Շատ շնորհակալություն։ Կինոյի օրվան ընդառաջ կազմակերպվում են հայկական ֆիլմերի ցուցադրություններ, բայց մենք հիշում ենք նաև, որ նախորդ տարի դուք նշեցիք, որ օրը չի բավարարում եւ տոմսերը շատ արագ սպառվում են եւ դուք պլաններ ունեք նաև հայ կինոյի շաբաթ հայտարարել, արդյոք 2026-ին արդեն այդ պլանները իրականացվել են, թե 2027 ենք տեղափոխում կինոյի շաբաթը։ Իրականում մի փոքր փոխվել է ֆորմատը։ Մենք հայտարարում ենք ոչ թե կինոյի շաբաթ, այլ մենք հայտարարում ենք կինոյի տարի, որովհետև այս տարի մեր հայ հանդիսատեսը հնարավորություն ունի ամեն ամիս վերջի ուրբաթ օրը կինո Մոսկվայում դիտել հայկական վերականգնված մեր կինոժառանգության ֆիլմերից որևէ մեկը։ Սա նախաձեռնություն է, որի գործընկերներն են թե կինո Մոսկվան, թե նաև հանրային հեռուստաընկերությունը, իդեպ դրա մասին մի փոքր ավելի կբացվեմ, կասեմ, կարծում եմ, որ քչերը գիտեն, որ հանրային հեռուստաընկերությունը մեծ ջանքեր ունի այսպես կինոժառանգության թվայնացման գործում։ Եվ այս տարի մենք հայտարարել ենք ոչ թե կինոյի շաբաթ, այլ կինոյի տարի, այնպես որ ամեն ամսվա վերջի ուրբաթ օրը մենք կարող ենք դիտել հայկական կինոժառանգության ֆիլմերը կինո Մոսկվայում։ Դրանք մեր սիրված ֆիլմերն են, մենք ենք մեր սարերը, իդեպ առաջիկայում կցուցադրվի, կարծում եմ կունենանք Օրժներանգույնը ֆիլմի համար, այսպես կինոյի տարի։ Այո։ Սկսում ենք այսօրվանից իդեպ, շորու շորշորով, այսպես սկսում է ծրագիրը։ Ամբողջ ծրագիրը։ 2024 թվականի երկրորդ կեսին է ստեղծվել Հայաստանի կինոյի հիմնադրամը, կինոկենտրոնի վերակազմավորման արդյունքում եւ կարելի է ասել, որ 2025-ը անցումային տարի էր, հետաքրքիր է 2026-ին ինչեր են արվել եւ ինչ է նախատեսված այս տարվա համար։ Եթե փորձենք այն ամենակարևոր ծրագրերը իրականացված եւ ամենակարևոր նորությունները ներկայացնել։ Սիրով իհարկե 25 թվականը բացառիկ տարի էր մեզ համար, որովհետև լինելով անցումային տարի, նաև ձեռքբերումների տարի է։ Ես շատ մի քանի մասի եմ բաժանում այսպես մեր աշխատանքը, նախ կինոժառանգության ուղղությամբ կուզեմ խոսել, թե ինչեր են կարել։ Մեզ հաջողվեց Մոսկվայից Հայաստան վերադարձնել թվով 30 ֆիլմի ժապավեններ, որոնք տարիներ շարունակ Մոսկվայում էին եւ ոչ մի ձև չէին կարողանում վերադարձնել Հայաստան։ Սրանք նեգատիվներ են, որոնք բացառիկ արժեք ունեն մեզ համար։ Ստեղծվեց ուրեմն հանրային ռադիոյի գործընկերության այսպես արդյունքում ստեղծվեց
ինչպես նաև ձայնային փոքրիկ լաբորատորիա, որի արդյունքում մենք հիմա հնարավորություն ունենք Հայ ֆիլմ կինոստուդիայի 8 մմ-անոց մագնիտային ժապավենները լսել, տեսնել ինչեր կան այդ ժապավենների վրա, որտեղ իրականում չգիտեինք ինչ ինֆորմացիա է պահպանվում եւ հետաքրքիր է որ երբեմն երբ որ միացնում ես որ լսում ես սևակի ձայնը ինչ որ հարցազրույցներից հատվածներ որոնք դուրս են մնացել որևէ դոկումենտալ ֆիլմից բայց դրանք արժեքավոր են որովհետեւ մարդուն այսպես բացահայտում են կադրից դուրս այսպես ասած եւ նաեւ նշանակալի էր որ 25 թվականին նաեւ Հարություն Խաչատրյանի 70-ամյակն էր, որի շրջանակում մենք թվայնացրեցինք պարոն Խաչատրյանի գրեթե բոլոր ֆիլմերը եւ Փարիզի Պոմպիդուում տեղի ունեցավ ռետրոսպեկտիվ, ինչի համար շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին եւ նաեւ բոլորիս շնորհավորում եմ, որ վերջապես այդ ֆիլմերը թվայնացված եւ ռեստավրացված ունենք արդեն մեր, այսպես ասած, սինեմատեկում Ինչ վերաբերում է կինոտնտեսության զարգացման ուղղությամբ ինչեր են արվել, ես կարծում եմ, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ մենք կարողացանք հասանք, որ ֆինանսական ուղղությունները մեկ ֆինանսական ուղղությունից տեղափոխվեցին դարձան 3 ֆինանսական ուղղություն, այսպես նախկինում մի ուղղություն էր, մի ֆինանսական ուղղություն էր, հիմա 3-ն են, երկրորդ ուղղությունը ուրեմն բացի ֆիլմերի ֆինանսավորելուց, երկրորդ ուղղությունը դա ներդրումների մասնակի վերադարձն է, անցած տարի մենք խոսել ենք սրա մասին, այսպես միջազգային տերմինոլոգիայով, եթե ասեմ, չգիտեմ, թույլատրելի է թե չէ եթերով, բայց cash rebate կոչվածն է, որը հնարավորություն է գումարի վերադարձը, եթե փորձենք թարգմանել։ Այո, իրավացի եք, ներդրումների մասնակի վերադարձը ենթադրում է, որ ձեր դրված ներդրումների մինչև 35%-ը կառավարությունը այլևս ասում է կվերադարձնենք ձեզ միայն թե կինոյի ոլորտում ներդրումներ ունեցեք, այսպես հիմա արդեն 2 օր առաջ ստորագրեցինք 2 պայմանագիր, որով հաստատվեց սկիզբը ներդրումների մասնակի վերադարձի։ Եվ երրորդ ուղղությունը դա արդեն կինոյի հիմնադրամի դրամագլուխն է, որը հաստատվեց կառավարության որոշմամբ եւ արդեն մենք ունենք դրամագլուխ եւ հնարավորություններ դրամագլխից ֆինանսավորելու թե ֆիլմեր, թե կրթական ծրագրեր, թե կինոյի ոլորտի զարգացման ուղղված ցանկացած ծրագիր, այսպես ասած։ Իրականում շատ բաներ կա խոսելու այս մասով, փորձում եմ արագ տարին ամփոփելու համար վստահաբար այս րոպեները բավարար չեն լինի, բայց հետաքրքիր է, ինչ սկզբունքներով են ընտրվում այն ֆիլմերը, որոնց որ տրամադրվում են հենց միջոցները, որոնց մասին խոսեցիք։ Սկզբունքը մեկն է իրականում։ Ստեղծագործական ազատությունն է սկզբունքը, այսինքն պահպանել այդ ստեղծագործական ազատությունը եւ շատ ուրախ եմ, որ դեռ 25 թվականի ավարտին կինոգործիչների հետ համատեղ, կինոմիության հետ համատեղ մենք ստեղծեցինք նոր կանոնակարգ, որով այս տարի արդեն այդ համատեղ ուժերով ստեղծված կանոնակարգով մրցույթներ կհայտարարենք եւ մասնագիտացված խումբ կլինի, ովքեր կընտրեն այս ֆիլմերը, այսինքն դրանք մասնագետներ են, ովքեր պետք է որոշեն ի վերջո, որ ֆիլմերը պետք է ֆինանսավորվի պետության կողմից։ Կարծում եմ սա շատ լավ սկիզբ է 26 թվականի, որպեսզի համատեղ այսպես զարգացնենք հայկական կինոն եւ ազգային ֆիլմի այսպես զարգացման նոր փուլ սկսենք։ Եվ վերադառնալով cash rebate-ին, ինչ չափորոշիչներ եւ չափանիշներ կան, որոնք սահմանում են որ ֆիլմերը եւ ինչ չափանիշների դեպքում տեղի կունենա կանխիկ գումարի վերադարձը։ Այսպես պիտի ասեմ, որ չկան այդպիսի չափորոշիչներ ընտրելու, թե որ ֆիլմերին ենք վերադարձնելու։ Կարևոր է, որ ֆիլմը նկարահանվի Հայաստանում։ Սրանով իսկ հանրահարչենք մեր Հայաստանի տեղանքները, միգուցե նաև տնտեսության մեջ, կինոտնտեսության մեջ զարգացում լինի, չէ՞ որ մարդիկ երբ որ գայս են Հայաստան ֆիլմ նկարելու, իրենք ըստ էության օգնության են կանչում հայ կինոգործիչներին, հայ պրոֆեսիոնալներին եւ իրենք փորձառություն են ձեռք բերվում համատեղ այս աշխատանքի շնորհիվ, այսինքն մուլտիպլիկատիվ էֆեկտով այսպես զարգանում է թե ոլորտը, թե զբոսաշրջությունը, տեսեք միջազգային այսպիսի փորձառություն կա, ֆիլմեր են նկարվել տարբեր երկրներում եւ այդ ֆիլմերի արդյունքում այդ կոնկրետ այդ երկրի որևէ տեղանք հանրահարչակվել է եւ զբոսաշրջության այսպես պայթյուն է տեղի ունեցել նույնիսկ այն աստիճանի որ սահմանափակել են զբոսաշրջիկների մուտքը այդ տարածք օրվա ընթացքում կարող է 1000 հոգի ոչ ավել այսինքն այս տեսակ պայթյունի սպասում ենք Հայաստանում տարիներ հետո միգուցե 2-3 տարի հետո որտեվ ի վերջո որոշակի աշխատանք ունենք անելու գնում ենք դրան
Ես կուզեմ նաև անդրադառնալ, եթե թույլ կտաք վերջին կարևոր ձեռքբերումներից մեկին, դա խոսքը հայ ֆիլմի մասին է, որը վերադարձվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, եւ սա վստահաբար կարևոր ձեռքբերում է, եւ կարծես թե հայ ֆիլմը վերագործարկվում է, ինչ պլաններ եւ ծրագրեր կան այս ուղղությամբ։ Շատ Գիտեք, այս նորությունը, որ հայ ֆիլմը վերադառնում է կինոգործիչներին, կարծում եմ սա պատմական նորություն է, որովհետև 30 տարի այսպես վերցվել էր կինոգործիչներից այս տարածքը ու երազանք էր իրականում ինչ-որ մի պահ տեսնել, որ տարածքը այլևս կինոգործիչներին է։ Եթե տարածքի մասին ուղղակի խոսենք, տարածքը ինքնին ուղղակի տարածք է։ Մեզ համար շատ կարևոր է, որ կինոգործիչները այնտեղ լինեն շատ ու այնտեղ ստեղծագործեն։ Միտքը հետևյալն է, հիմա մենք չենք շտապում, մեր համար կարևոր է, որ ծրագիրը ուժեղ լինի, հիմա այս փուլում մենք գույքագրում ենք բոլոր խնդիրները նախ եւ առաջ եւ գույքագրում ենք մեր անելիքները, թե ինչ պետք է անենք եւ ինչ հերթականությամբ։ Կարծում եմ, որ առաջիկայում նաեւ կինոգործիչների հետ ունեցած մեր հանդիպումների արդյունքում կձևավորվի մի փաստաթուղթ, որի շրջանակում կունենանք այսպես ժամանակացույց մեր անելիքների եւ միասին բոլորով կսկսենք աշխատել այդ ուղղությամբ եւ վերագործարկել հայ ֆիլմ կինոստուդիան։ Իհարկե ձևաչափը կփոխվի։ Նախկինում, չգիտեմ, քիմիական լաբորատորիաներ են եղել, դրա կարիքը հիմա չկա, ուրիշ ձևաչափով կլինի, բայց կարծում եմ կլինի մի վայր, որտեղ ստեղծագործելու այսպես հնարավորությունը շատ բաց կլինի, ազատ կլինի, այսպես կունենանք հայ ֆիլմ կինոստուդիան վերջապես, հաջորդ անգամ հույս ունեմ այնտեղ կհանդիպենք արդեն ստեղծված հայ ֆիլմում։ Մեծ սիրով։ Դավիթ, ձեր դիտարկմամբ ինչ պիտի անենք կամ ինչ է արդյոք գուցե նաև արդեն արվում, որպեսզի ժամանակակից հայ կինոն, որը նկարահանվում է մեր երկրում, հենց այստեղ, ինչպես դուք նշեցիք, միջազգայնացվի եւ դառնա լոկալ տրամաբանությունից սպառման դուրս գա։ Իրականում հենց հիմա էլ միջազգայնացվում է եւ մենք ունենք հաջողություններ, բազմաթիվ փառատոներից գալիս են լավ նորություններ մեզ, մենք մեր ֆիլմերը մրցանակներ են ստանում, մենք այս հանրայնացվելու տեսանկյունից, այս միջազգայնացվելու տեսանկյունից կարծում եմ այդքան էլ չպետք է դժգոհենք հիմա։ Իսկ մասսայականացման ասեմ ինչի, որովհետև մենք հիմա շեշտադրումը դրել ենք հայ հանդիսատեսի վրա, որովհետև ամեն դեպքում այն գումարները, որը կառավարությունը տալիս է ֆիլմ արտադրողներին, դրանք մեր հարկատուների գումարներ են։ Եվ մենք ուզում ենք, որ մեր հանդիսատեսը այս ֆիլմերը տեսնի եւ ինչ պետք է անենք, որպեսզի հասանելի լինի մեր հանդիսատեսին այս ֆիլմերը։ Իհարկե, մենք պետք է ջանք չխնայենք եւ այնպես անենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր մարզերում, տարբեր համայնքներում լինեն կինոթատրոններ եւ հնարավորություն, որ մարդիկ կարողանան ֆիլմեր դիտել։ Ես շատ ուրախ եմ, որ Նաիրի կինոթատրոնը վերջապես բացվեց, դա սա էլ էր երազանք, կարծում եմ, այսպես տոն էր մեզ համար, որ ոչ թե փակվում են կինոթատրոնները, այլ բացվում են նորից կինոթատրոնները, շնորհավորում եմ դրա համար իրենց, բայց կարծում եմ, որ նաև հայ հանդիսատեսին պետք է սովորեցնենք ֆիլմեր դիտել եւ արժեքավոր ֆիլմեր, հեղինակային ֆիլմեր դիտել եւ այս մասով մենք դեռ 25 թվականին մոտ 40 ցուցադրություն ենք կազմակերպել ամբողջ Հայաստանում, բոլոր մարզերում եղել ենք եւ ցուցադրությունները այսպես տեղի են ունեցել նաև քննարկումների ուղեկցությամբ, ռեժիսորների, պրոդյուսերների, շատ հետաքրքիր է, երբ որ մարդիկ սկսում են հասկանալ, թե ինչպես դիտել ֆիլմը։ Տեսեք, ես հիշում եմ դպրոցական տարիքում, երբ որ գնացել էի ուրեմն ազգային պատկերասրահ եւ նկարներն էի նայում, ինձ համար ուղղակի ինչ-որ նկարներ են, այսպես, բայց երբ որ մեզ մոտեցավ մեկը, ով սկսեց բացատրել, թե ինչպես նայել այդ նկարները, ինչպես գեղարվեստի մոտենալ, մենք սկսեցինք մտածել, այդ մտածելու համար մենք աշխատում ենք, ուզում եմ, որ հայ հանդիսատեսը ավելի շատ հայկական ֆիլմեր դիտի, այս առումով կարծում աշխատանք ունենք անելու։ Թող հաջողությամբ պսակվեն ձեր բոլոր պլանները եւ աշխատանքները եւ միշտ սպասում ենք մեր տաղավարում ձեզ լավ նորությունների մասին խոսելու, որովհետեւ մենք եւ ըստ մեր հերոստետողները եւս անչափ շատ են սիրում կինո եւ հատկապես հայկական կինո։ Եվ հաջորդ հանդիպմանը արդեն, եթե դա լինի իհարկե հաջորդ տարի, մենք արդեն հայաստանյան հանրահռչակման մասին խոսենք եւ ամփոփենք որպես արդյունքներ եւ դա թող լինի արդեն իրականացած իրադարձություն եւ արդեն ավելի մեծ սիրով եւ ավելի մեծ ծրագրերով խոսենք միջազգային շուկայում դիրքավորման մասին։ Սա ֆիքսենք։
որը մեզ եւս պետք է։ Ոնց որ լավ Շնորհակալ ենք շատ։ ֆիքսեցի, ես այս առումով պիտի աշխատեմ։ Շնորհակալ ենք շատ, ձեզ օրվա լավ շարունակություն ենք մաղթում։ Եվ հիմա արդեն այս զրույցից հետո մենք խոսելու ենք կինո երաժշտության մասին, կինո երաժշտական աշխարհի եւ մասնավորապես այն ստեղծագործությունների մասին, որոնք ճանաչում ենք առաջին հնչյունից։ Եվ այդպիսի ստեղծագործությունները քիչ չեն հայկական կինոյում, բայց քանի որ բոլորի մասին պատմել չենք կարող, մենք առանձնացրել ենք դրանցից մի քանիսը, մասնավորապես այն մեղեդիները, որոնք ստեղծել է Առնո Բաբաջանյանը, որովհետեւ վստահաբար, երբ ասում ենք հայկական կինո երաժշտություն, այս անունը առաջինների ցանկում է։ Վստահաբար առաջինների ցանկում է, դիտենք համապատասխան տեսանյութը եւ վերադառնանք։